Elrumi գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Elrumi գործընկերն է Lette Cafe and Verandan։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Մենք Elroom-ում անընդհատ նշում ենք, որ շատ կարևոր է լինել մոտիվացված եւ շատ կարևոր է տեղեկացված լինել։ Ինչի համար է անհրաժեշտ եւ կարևոր իսկապես տեղեկացված լինելը, որովհետեւ այ մենք կարող ենք անընդհատ որոշումներ կայացնել, հրաշալի նոր ինչ-որ գաղափարներ իրականացնելու, հա, մոտիվացվենք, բայց մենք պիտի նաեւ տեղեկատվություն ունենանք, թե որ խնդրի դեպքում ինչ կետից է պետք սկսել, ում պետք է դիմել, որպեսզի կարողանանք մեր խնդիրներն իսկապես լուծելի դարձնել եւ ի վերջո երազանքները վերածենք նպատակների։ Այ հիմա տարվա այս շրջանը որպես կանոն շատ հարմար է նոր գաղափարների համար, նոր երազանքներ, ինչ որ բաներ փոխվում են, նոր բիզնես կամ եղած բիզնեսին նոր շունչ տալու անհրաժեշտություն ունեք։ Իհարկե ժամանակները անընդհատ փոխվում են եւ այս դեպքում շատ կարեւոր է որպեսզի մենք ունենանք վստահելի այն մարդկանց, այն կետերը, ում վրա հենվելով որ մենք պիտի կարողանանք գաղափարները կյանքի կոչել առանց խնդիրներ ունենալու։ Շատ մեր հետևորդներ, հատկապես նրանք, ովքեր առնչություն ունեն բիզնեսի հետ, գիտեմ, որ հաշվապահական ծառայությունները, իհարկե նաև իրավաբանական, բայց այսինքն եթե այստեղ խնդիր չես ունենում, նշանակում է քո երազանքը նպատակի վերածելու եւ դա իրականացնելու ճանապարհի կեսն արդեն անցել ես։ Ես ուզում եմ ասել, որ եթե դուք այս մի քանի րոպեներ, առաջիկա 30 րոպեներն ուշադիր հետևեք մեր զրույցին, մեր Elroom-ում, դուք վստահ կարող եք ասել, որ ձեր գաղափարի կամ ձեր արդեն գործող բիզնեսի այն առաջին ամենակարևոր հատվածը իրականություն դարձնելու արդեն անցել եք։ Elroom-ի գործընկերն է Lette Cafe and Verandan։ Հենց այս պահին փոքրիկ մեր սրահում մեծ սիրով ուզում եմ նաև ձեր անունից ողջունել Safe Invest հաշվապահական խորհրդատվական կենտրոնի հիմնադիր տնօրեն աուդիտոր Սերգեյ Խաչատրյանին։ Սերգեյ, շատ ուրախ եմ ու շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Լավ է տրամադրությունը։ Շատ լավ է, շնորհակալ եմ Լիլի ջան հրավերքի համար։ Հրաշալի հնարավորություն է տալիս Safe Invest-ը, իհարկե այսպես անունը շատ-շատերին ծանոթ է, կայունության մի տեսակ խորհրդանիշ է, հրաշալի հնարավորություն է տալիս երազանքները նպատակների վերածել ու նպատակներն իրականացնել։ Բնականաբար, որովհետև մեր ընկերության հիմնական առաքելությունը կայանում է նրանում, որ մարդիկ բիզնես նպատակներ իրականացնելու առաջին իսկ քայլերը պետք է սկսեն հաշվապահական գործընթացի զուգահեռ եւ մենք ի սկզբանե կազմակերպության բացման, նույնիսկ դեռ չբացման խորհրդատվությունն ապահովելով շարունակում ենք ճանապարհը մինչեւ ընկերության զարգացման բարդ աստիճանները։ Ձեր թույլտվությամբ Սերգեյ, ես ուզում եմ մի քիչ խոսենք Safe Invest հաշվապահական խորհրդատվական կենտրոնի գործունեության մասին, որից հետո ձեր թույլտվությամբ ես պիտի այսպես խնդրեմ բոլոր նրանց համար, ովքեր նոր ուզում են ինչ-որ բան բիզնես, նոր մի մտահղացում ունեն, բոլոր նրանց համար, ովքեր ինչ-որ բան ստեղծել են, բայց մտածում են, որ ինչ-որ քայլեր ճիշտ չեն անում, բոլոր միջին ու խոշոր, բիզնեսների համար այսպես առանձին հարցերի պատասխանեք, շատ կտանջեմ ձեզ, թե կխոսենք այդ մասին, շատ շնորհակալ եմ, ուրեմն Safe Invest-ը փաստորեն գործունեությունը բավական վաղուց է սկսել։ Տեսեք, Safe Invest-ը իրականում ինքը շատ հին գրասենյակ է, բացվել է 2000 թվականից, պարզապես 2019 թվականին անվանափոխություն է տեղի ունեցել, իսկ 2017 թվականից կազմակերպության հիմնադիրների փոփոխություն է տեղի ունեցել, այդ ժամանակահատվածից կազմակերպության ամբողջ բաժնետոմսերը գնել եմ ես, իսկ ընկերության աշխատակազմի ղեկավար հանդիսացել եմ 2010 թվականից, ընկերությունը հիմնադրել է Սահակյանը, որին շատ շնորհակալ եմ նման ընկերություն ստեղծելու, նման ներդրումներ կատարելու եւ մեզ հնարավորություն տալու իր ստեղծած ընկերությունը շարունակել եւ ավելի զարգացնել։ Ինչքան էլ մեր ընկերությունը զարգանա, ճյուղավորվի, միևնույն է պետք է հիշենք, թե որտեղից է սկսվել Safe Invest-ը։ Սկսվել է Finras խորհրդատվական գրասենյակից։
Բրավո, շատ շնորհակալ եմ, իսկապես հրաշալի է։ Փաստորեն հիմնականում հաշվապահական խորհրդատվությունը նշեցիք, որ ոչ միայն ուղղություններին, եթե անդրադառնանք, Սերգեյ։ Տեսեք, ընկերությունը հիմնադրի փոփոխությունից հետո արդեն բացի հաշվապահական ծառայություններից փորձեց բիզնեսին էլ ավելի հարմարավետ ծառայություններ հանդիսանալ, ծամատուցել։ Միայն հաշվապահական ծառայություններով այսօր մենք բիզնեսին չեն կարող բարենպաստ պայմաններ ստեղծել։ Դրա համար որոշեցինք ներդնել եւ կազմը համալրել այլ մասնագետներով, փորձառու մասնագետներով, որոնցով կարողանայինք մենք բիզնեսին համալիր ծառայություններ մատուցել, հա, օրինակ իրավաբանական, բիզնես իրավաբանական ծառայություններ, գնումների աջակցման կազմակերպում ենք իրականացնում, կադրային աուդիտ ենք իրականացնում, ֆինանսական խորհրդատվություններ, մոնիթորինգային ծառայություններ եւ այդպես շարունակ։ Այսինքն ստեղծել ենք հնարավորություն, որ նորաստեղծ բիզնեսը կամ արդեն գործող բիզնեսը կարողանա օգտվի մեկ պատուհան սկզբունքով համալիր ծառայությունների փաթով։ Շատ կարևոր է, հրաշալի է։ Փորձել ենք հասնել այդ տարբերակին, թեպետ զգում ենք, որ շատ անելիքներ ունենք։ Բայց նաև շատ մեծ գործ է, որ այո, ունենք աշխատակազմ, որի շնորհիվ կարողանում ենք բոլոր այդ ծառայությունները ժամանակին պատշաճ որակով մատուցենք։ Գիտեք, շատ կարևոր դեր է կատարում աշխատողները եւ իրանց դերը, նրանց քիչ հոսունությունը մեր ընկերությունում, հա, այսինքն մենք կարողացել ենք ստեղծել մի միջավայր, որտեղ աշխատողների հոսունությունը նվազեցրել ենք, ինչն էլ բերում է նրան, որ մեր կողմից մատուցվող ծառայությունների որակը միշտ բարձրացնում է, ոչ թե անկում է ապրում։ Այսինքն սա ինչի հետ է կապվում, Սերգեյ, ես ներողություն եմ խնդրում, ոչ պրոֆեսիոնալ հարցեր երևի։ Տեսեք, իրականում դուք ձեր բացման խոսքում ասացիք մոտիվացիա խոսքը, տեսեք, մենք մեր աշխատակիցներին ոգևորում ենք, ոգեշնչում ենք, բայց ինքս գտնում եմ, որ տեսեք, մոտիվացնել աշխատակազմին այդքան էլ ճիշտ չի, մենք կարծում ենք, որ ավելի ճիշտ կլինի անձը ինքնամոտիվացվի, ոչ թե մոտիվացիա ստանա արտաքին ազդակներից, նույնիսկ որ չգիտեմ սեմինարներից կամ աշխատակազմի ղեկավարից կամ այլ անձածից, շատ կարևոր է, որ մարդը իր ներսից գտնի ինքնամոտիվացիայի ուղիներ, հա, որովհետև եթե անձը մոտիվացիա ստանա այլ արտաքին ազդակներից, դա մի օր մարվելու է։ Դրա համար մենք փորձում ենք աշխատակազմին տալ ցույց տալ այն ուղիները, որտեղից կարող են ինքնամոտիվացվել եւ փորձեն զարգացում ունենալ։ Դա է այն գրավական հիմնականում, որով մենք կարողանում ենք աշխատողներին հոսունությունը նվազեցնել եւ աշխատողները ավելի ոգևորված նվիրվեն աշխատանքին, ինչի համար, որովհետեւ ծառայությունների մատուցման ֆորմատում շատ կարեւոր է աշխատողների ոգին եւ նրանց երկարաժամկետ աշխատելը նույն ընկերությունում։ Այո, սա շատ կարևոր բան է եւ դժվար է հիմա մեր ժամանակներում, չէ, ավելի դժվար է, որովհետեւ այդ կբաների մեջ էլ անընդհատ փոփոխություն է, բայց սա նաեւ հենց այդ կայունության հիմնական ու կայուն գաղափարների եւ դրանց շուրջ համախմբման կարողության մասին է խոսում ընկերության, Սերգեյ։ Եվ ես հիմա ուզում եմ անդրադառնանք այսպես առանձին կետերով։ Փաստորեն մեզ դիտում են մարդիկ, ովքեր ես գիտեմ, որ Safe Invest հաշվապահական խորհրդատվական ընկերությունը հարկային խորհրդատվություն է տալիս խոշոր բավական թվով խոշոր բիզնեսների, չէ՞։ Այո, խոշոր հարկատուների եւ խոշոր հարկատուների, այո, խոշոր հարկատուների, խոշոր բիզնեսի հարկային խորհրդատվություն է տալիս հենց Safe Invest հաշվապահական խորհրդատվական կենտրոնը։ Բայց սրա հետ միասին, քանի որ ընդլայնվել է, կենտրոնը նաեւ կարող է նպաստել տարբեր այդ ծառայությունները նոր բացվող բիզնեսների, փոքր, միջին բիզնեսների կողքին լինել տարբեր, ոչ միայն հաշվապահական, այլև մյուս ոլորտներում, որոնց մասին նշեցիք, հիմա նորից կխոսենք։ Ես ուզում եմ հասկանալ այսպիսի բան։ Եթե օրինակ հիմա օրինակ ես հիմա որոշել եմ ինչ-որ նախաձեռնություն, մի գաղափար, որը ուզում եմ բիզնեսի վերածել։ Այստեղ պիտի կարողանաս կանխատեսելի, չէ, դարձնել բիզնեսը եւ հասկանալ քայլերը, որովհետեւ
հենց հաշվապահական այդպես ժողովրդական խոսք կա, չէ՞ որ եթե հաշվապահը լավն է, հաշվապահական մի սխալի պատճառով կարող է ամեն ինչ տապալվել եւ ընդհակառակը։ Կարելի է օրինակ, եթե այդպիսի գաղափար ունենք, երբ պետք է դիմել safe invest-ի։ Այ շատ շնորհակալ եմ Լիլիա նման հարց բարձրացնելու համար, որովհետեւ տեսեք Հայաստանում դեռևս գոյություն ունի այն մշակույթը անձանց մոտ, որ բիզնես ստեղծելուց պետք է դիմել հաշվապահի այն ժամանակ, երբ որ եկամուտ են ստանում, բայց հաշվապահի պետք է դիմեն միջև կազմակերպության գրանցումը, նախապես ստանալ խորհրդատվություն, արդյունքում որոշեն թե ինչ կազմակերպայրավական տեսքով են բացելու, այսինքն անաձեռնկատեր սեփական, այսինքն նախապես պետք է դիմեն, ստանան համապատասխան խորհրդատվություն, որից հետո նոր արդեն հաշվապահի զուգահեռաբար սկսեն քայլեր իրականացնել։ Շատ կարևոր է դա, որովհետև ունենք սահմանափակումներ, բացելով ընկերությունը, միջև գործունեություն չիրականացնելը չեն դիմում հաշվապահների, արդյունքում ստանում են իրավիճակ, որը շատ դեպքերում լինում է ոչ շտկելի։ Այո, եւ ոչ շտկելի եւ նաեւ շատ կարեւոր փաստորեն մինչեւ գրանցելը։ Օրինակ պետք է դիմել Safe Invest հաշվապահական խորհրդատվական ընկերություն, եթե փոքր ինչ-որ բան եք նախաձեռնում, դեռ փոքրից խոսենք, որպեսզի հասկանալ, պետք է գրանցվել որպես անհատ ձեռներից, թե իրավաբանական, հա, ինչ-որ իրավաբանական անձ, որը ինչ, այսինքն ըստ եկամուտի նաեւ ինչ ենթադրվող, չէ, հարկատեսակներ, որպեսզի հետո խնդիրներ չունենանք։ Բնականաբար շատ կարևոր է, որ խորհրդատվությունը ստանան հաշվապահական ընկերություններից կամ պրոֆեսիոնալ հաշվապահներից, ցավոք շուկայում շատ են ոչ պրոֆեսիոնալները, դրա համար կարևոր է դիմեն խորհրդատվության, առավել եւս որ այսօր Հայաստանում գիտեք խորհրդատվությունները գրեթե անվճար են, կարևոր է դիմեն խորհրդատվությունը ստանան անվճար իրենց խորհրդատվությունը, այնուհետև սկսեն քայլեր իրականացնել հերթականությունով։ Շատ լավ, եթե ինչ-որ մեկը ունի բիզնես, որը որոշում է, հա, ինչ-որ բան փոխել կամ նորացնել, հա, ինչ-որ բան իրեն դուր չի գալիս, եկամուտը եւ ասենք ծառայությունները շատ հաճախ այդպես լինում են, չէ՞, ինչ-որ մի բան սխալ հաշվարկած է լինում ու խնդիր է առաջանում։ Այս ժամանակ կարող են դիմել ձեզ։ Տեսեք, ես 10 տարուց ավելի արդեն Safe Invest-ում աշխատակազմի ղեկավար, հիմա արդեն որպես հիմնադիր տնօրեն հանդիսանում եմ։ Մեր հետ ընկերությունները աշխատում են 10-ից ավելի տարիներ, համագործակցում են եւ գետ մեկ անգամ մեր ընկերությունները մեր պատճառով որևէ խնդիրներ չեն ունեցել։ Բայց շատ է եղել դեպքեր, որ վերցել ենք նոր գործեր, որոնք որ ընկերությունները նոր բացված չեն եղել, հա։ Գիտեք, շատ վատ վիճակում աշխատանքները վերցնելով, աուդիտ կատարելով վերականգնում ենք բոլոր փաստաթղթերը, բայց լինում են դեպքեր, որ վերականգնումը գրեթե 100% հնարավոր չի լինում։ Դրա համար շատ կարևոր է, որ ի սկզբանե դիմեն պրոֆեսիոնալ մասնագետների եւ կամ փորձառու հաշվապահական ընկերությունների, որոնք պատասխանատու կլինեն իրենց ծառայությունների մատուցման համար, հա։ Տեսեք, ինձ համար ոչ թե միայն ծառայությունների մատուցումն է մոտիվացիան, ինձ համար նաև մոտիվացիա է, որ մեր այդ համագործակցող ընկերությունները հասնեն իրենց նպատակներին, մանավանդ ստարտափները, նոր բացվող ընկերությունները, որ մենք ունենանք մեր լոման, կարողանան իրանք իրենց առջև դրված նպատակները իրականացնել։ Տեսեք, նույնիսկ մենք նոր բացվող ընկերություններին ստեղծում ենք հնարավոր բարենպաստ պայմանները, ոչ հաշվապահական գործողությունները փորձում ենք իրականացնել, որպեսզի կարողանա անձը ֆիքսվի իր բիզնեսի իրականացման, գաղափար իրականացման համար, որից հետո նոր արդեն սկսում ենք ավելի առողջ համագործակցությունը այն մասով, որը որ միայն հաշվապահությանը վերաբերվում։ Իսկ նոր բացվող ընկերությունների մասով մի բան էլ օրինակ հավելեմ, տեսեք, վերջի ժամանակներս Հայաստանը ներգաղթել շատ ընկերություններ, հա, որոնք բացվում են բարձր արդեն ինչ պատճառներով։ Տեսեք, մեզ համար կարևոր չի, որ տվյալ նոր բացվող անաձեռնկատերից կամ ՍՊ-ներից հնարավոր գումար վերցնելը։ Մեզ համար կարևոր է, որ նրանք ավելի երկարաժամկետ Հայաստանում իրենց գործունեություն իրականացնեն։ Նույնիսկ մենք իրենցից կարող ծառայության արժեքը ավելի ցածր գին սահմանենք կամ ավելի մեծ զեղչեր սահմանենք, որպեսզի տվյալ նոր ներդրումը Հայաստանում ավելի երկարաժամկետ լինի։ Կարճ ասած, որպես հյուրընկալ ավելի լավ հանդիսանանք։ Ոչ թե մտածենք, որ եկել են Հայաստան, եկեք հնարավորինս չափով իրանցից գումարներ շատ վերցնենք, կարճատև չենք դիտարկում, դիտարկում ենք որպես երկարատև այդ process-ները։
ստարտափների եւ նոր բացվող ընկերություններին ցավոք ոչ բոլոր ստարտափներն ու նոր բացվող ընկերություններն են հաջողության հասնում, բայց փորձում ենք հնարավոր ամեն ինչ կատարել իրենց համար։ Սա շատ կարևոր մի բան է եւ մասնավոր իհարկե նաեւ աղբյուրներից կարող ենք յուրաքանչյուրս եւ արձագանքներից ձեր այցելուների, ձեզ հետ ձեր մշտական, ասենք, նաեւ գործընկերների կարելի է տեսնել, իսկապես շատ կարևոր է, որպեսզի սա լինի գործընկերային հարաբերություններ եւ Safe Invest հաշվապահական խորհրդատվական կենտրոնն այս առումով առանձնանում է, որովհետեւ ինչպես նշեց Սերգեյը, ոչ միայն այդ պահին չեն փորձում են զեղչեր անել եւ այլն, այլ նաեւ ամեն ինչ պետք է անել, որ ամեն ինչով օգնում են, անում են, որպեսզի նոր բիզնեսը կամ ստարտափը կայանա։ Սա այ որ մենք ասում ենք միշտ դրական նաեւ երանգ պիտի լինի, եթե մեր տաղավարում խոսում ենք, հենց այդ դրական երանգն է, որ կարևոր այսպես նաեւ գործառույթ իրականացնող գործընկերը փորձում է ամեն ինչ անել, նպաստել, որպեսզի քո բիզնեսը կայանա։ Եթե այդպիսի մտահղացումներ ունեք, իհարկե մեր նաև ծրագրի միջոցով, այսինքն կամ դուք կարող եք Instagram-ում, Facebook-ում կայքեջը չէ, Safe Invest-ի եւ նաև Սերգեյ ձեր թույլտվությամբ այս հեռախոսահամարով ավելի ամբողջական տեղեկություններ կարող եք ունենալ, հեռախոսահամարը պարբերաբար ձեր էկրաններին կհայտնվի, սա իրականում գիտեք, երբ գործընկերները շարունակաբար տարիներ շարունակ, ասենք, ձեր գործընկերները աշխատում են, սա արդեն հենց վստահության ցուցանիշն է։ Շատ լավ, փաստորեն հաշվապահական հաշվառում, հարկային խորհրդատվություն, որը նույնպես շատ կարևոր է ըստ էության այստեղ, որովհետև անընդհատ հարկային օրենսգրքում են, չէ՞, փոփոխություններ լինում։ Այո, հարկային օրենսգրության փոփոխությունները ցավոք սրտի մեր Հայաստանում այնքան արագ են տեղի ունենում, որ դրանց հետևելու համար լրացուցիչ աշխատակազմ ենք ներգրավել, այսինքն մեր աշխատակազմում հատուկ նման մասնագետներ ունենք, այսպես ասած օրենքի մեթոդաբաններ, ովքեր որ անընդհատ հետևում են օրենսդրության փոփոխություններին, քննարկումներ են կատարում նախ անձնակազմով, վերլուծում ենք օրենսդրական բոլոր առանձնահատկությունները, իսկ եթե կան երկիմաստ հարցեր, նույնիսկ գրություններով փորձում ենք բարձրաձայնել եւ ստանանք պատասխանները, այնուհետեւ նույնիսկ նախագծերի վերաբերյալ իրազեկում ենք մեր գործընկերներին, որպեսզի մեր գործընկեր հաճախորդները կարողանան նախապես պատրաստված լինեն օրենսդրական փոփոխություններին։ Իսկ փոփոխությունները շատ են տեղի։ Այո, ամեն օրյա ռեժիմով են փոփոխությունները։ Շատ լավ։ Այ ինչ ասել է կադրային հաշվառում։ Սա ինչ է։ Տեսեք, Հայաստանում հաշվապահի վրա փորձում են ասած կազմակերպեն կարային ամեն մի աշխատանք։ Եթե հաշվապահ է, ուրեմն նաև պայմանագրեր պետք է կազմի, եթե հաշվապահ է, պետք է ուրեմն մնացած փաստաթղթերը կազմի ոչ հաշվապահական հաշվետվություններից բացի։ Դրա համար մենք ունենք կադրային առանձին մասնագետներ, ովքեր որ իրենք են կադրային հաշվառումը իրականացնում, ոչ թե հաշվապահն, որը որ չունի այդ մասնագիտական փորձը, որովհետև կադրային հաշվառումը, կադրային գործերի վարումը առանձին օրենսդրական դաշտ է, առանձին մասնագիտական հմտություններ է պահանջում, քան հաշվապահականը։ Իսկ հաշվապահը այսօր գրեթե հազիվ թե հասցնի ինքը միայն հարկային օրենսդրության փոփոխությունների եւ այդ փաթեթին տիրապետել։ Դրա համար կադրային հաշվառումը պետք է տարանջատել եւ բիզնեսի մոտ պետք է մշակույթ ձևավորվի, որ կադրային հաշվառումը ինքը այլ հաշվառում է, քան հարկային հաշվառումը կամ հաշվապահական հաշվառումը։ Հասկանում ենք, որ նոր բացվող էլի ընկերությունների մասով իրենց համար միևնույն է փաստաթղթերը տան եւ միտեղ կազմակերպի, բայց խոշոր ընկերությունները պետք է դիտարկեն, որ կադրային հաշվառումը, ֆինանսական հաշվառումը, վերլուծությունները, հարկային հաշվառումը, դրանք տարբեր մասնագետներ են։ Տարբեր մասնագետներ։ Պարզապես նման հաշվապահական ընկերությունները, որոնք որ ավելի հարուստ փորձով են, որոնք մասնագետներով համալրված են, իրենց համար արդեն ավելի հմուտ է եւ ավելի փորձառու կարողանում են իրանք համալիր այդ ծառայությունները մատուցել։ Այո։ Դրա համար այստեղ շատ կարեւոր է, որ ոչ թե տարբեր անընդհատ, որովհետեւ մենք փորձում ենք տարբեր մասնագետներ, հետո փորձում ենք հասկանալ ինքներս վերլուծել, բայց սա շատ հրաշալի բան կլիներ, որ բոլորս հասկանանք, բայց սա շատ դժվար է եւ հնարավոր չէ բոլոր, հա, Սերգեյ, այնքան կարեւոր բան նշեցիք, որ հաշվապահի եւ կադրային այս պայմանագրի, սրանք լրիվ տարբեր օրենսդրությունների փաստորեն
ուսումնասիրություն են պահանջում եւ հնարավոր չէ սա մեկ հոգու մեկ մասնագետի իրականացնելու բան չէ եւ դրա համար լավագույն տարբերակը իհարկե դիմել հենց մասնագիտացված կենտրոն, որտեղ որ համալրված են արդեն մասնագետներ։ Բոլոր այս խնդիրներով փաստորեն կարողանաք։ Այստեղ նաեւ իրավաբանական ծառայություն եւ մոնիտորինգային ծառայություն, ինչ է սա նշանակում։ Սերգեյ, ես ներողություն եմ խնդրում, գուցե մի քիչ շատ պարզ են հարցերը։ Իրավաբանական ծառայությունները, տեսեք, մենք հասկացանք, որ երևի մի 3-4 տարի առաջ հասկացանք, որ արդեն առանց իրավաբանական բիզնեսի իրավաբանական ծառայության մեր ծառայությունները դժվարություններ են ստեղծում բիզնեսի համար, որովհետև շատ բիզնեսների համար հարմարավետ է մեկ պատուհան սկզբունքով դիմել մի կառույցի, մի կենտրոնի, որտեղ ամբողջ փաստաթղթաշրջանառությունը կիրականացնի եւ որոշեցինք արդեն համալրել կազմը իրավաբաններով եւ նաեւ բիզնեսի իրավաբանական ծառայությունների մատուցում իրականացնել։ Զգում ենք, որ այդ ճյուղը պետք է էլ ավելի զարգացնենք, այսինքն օրինակ, եթե ընկերությունը բացվում է, կատարվում են մեծ պայմանագրեր, որոնք պետք է կազմեն մատակարարների հետ, հաճախորդների հետ, այդտեղ արդեն պետք է իրավաբան, ոչ թե հաշվապահ։ Էլի ընդունված է մշակույթ, որ այդ ամբողջը պետք է իրականացնի հաշվապահ, բայց կան պայմանագրեր, նույն տիպային պայմանագրեր կան, որոնք որ հաշվապահները փորձում են գլուխ հանել եւ այլն, բայց ավելի խոշոր ընկերությունների պարագայում անհրաժեշտ են առանձին իրավաբանական ծառայություններ կամ ընկերությունները, որոնք ոչ միայն պայմանագրեր, արդեն իրենց գործընկերների հետ կապված որոշակի խնդիրներ են ունենում, փորձում ենք մեր իրավաբանի միջոցով հարցերը կարգավորել։ Այո։ Իսկ մոնիտորինգային ծառայությունները, տեսեք, մոնիտորինգային ծառայությունները ես որպես մասնագետ, որ սկսել եմ աշխատել, միշտ իմ մոտ շատեր են ասում, օրինակ, որ հաշվապահի մասնագիտությունը, գիտեք, ձանձրալի, անընդհատ մի բան է կրկնվում է, բայց այն մեր աշխատողների, օրինակ, շարունակաբար մեր մոտ աշխատելու մոտիվացիան նաև այն է, որ մենք չենք ձանձրանում, մենք չենք փորձում մեզ ձանձրացնել աշխատանքով, միշտ վերլուծություններ են կատարում։ Այսինքն ցանկացած ընկերության, այն ամենափոքր ընկերության, անձեռնարկատերի միջև խոշոր ընկերության համար երամսյակային, կիսամյակային վերլուծություններ են իրականացնում։ Ասենք ինչ վերլուծություն։ Այսինքն ընկերությունը, օրինակ, վերջին նախորդ տարվա նկատմամբ ինչպիսի շրջանառություն է իրականացրել, ինչ եկամտաբերություն է ունեցել, ինչ շահութաբերություն է ունեցել, ինչ աշխատակազմի պարագայում ինչ գործունեություն է իրականացրել եւ այդ վերլուծությունների արդյունքում մենք հարկային ռիսկեր, ֆինանսական ռիսկեր մեր ընկերություններին ներկայացնում ենք եւ հավատացնում եմ ձեզ, որ մեր այդ համագործակցող բոլոր ընկերությունները առաջին իրենց խնդիրների մասին տեղեկացվել են մեզանից։ Այսինքն իրենք չեն տեղեկացվել իրենց խնդիրները մեկ այլ անձից կամ մեկ այլ պետական մարմնից, հարկային մարմնից։ Մենք բոլոր մեր իրենց խնդիրների մասին նախապես տեղեկացրել ենք եւ այդ խնդիրների շուրջ համատեղ աշխատանքներ են կատարել, ռիսկերը նվազեցրել ենք, զսպել ենք այդ ռիսկերը։ Հա, մեր այդ վերլուծությունը դրանք են, որովհետև մենք չենք սահմանափակվում լոկ հաշվապահական հաշվետվություններ հարկային մարմիններ ուղարկելու։ Այս սա շատ կարևոր է։ Այսինքն կազմակերպությունը պետք է իմանա, թե ինչ հարկային ռիսկեր ունի, ինչ ֆինանսական ռիսկեր ունի։ Արդյոք նման աշխատակազմով ինքը կարող է նման ծառայություններ մատուցել, թե չէ։ Ինչ ռիսկեր կա, բոլոր ռիսկերի մասին տեղեկացնում ենք։ Վերլուծություններ, մոնիտորինգային աշխատանքներ դրանք են, բացի այդ նաև ընկերությունների համար առանձին մոնիտորինգային ծառայություններ իրականացում ենք ներդրել, ենթադրենք վարկային կազմակերպություն, որը որ վարկեր է տրամադրում տարբեր բիզնեսներին, իրենց մոտ մոնիտորինգային ծառայություններ պետք է իրականացվեն, գնահատեն արդյոք տված վարկը, տրամադրված վարկերը արժանահավատ են, նպատակային օգտագործվել թե չէ։ Նաև նման ծառայությունների մատուցում ենք իրականացնում։ Եվ եւս թիմը համալրվել ենք համապատասխան կադրերով, այո։ Այո, այսինքն բացի դա հաշվապահական ընդհանրապես գործառույթ չենք համարում, այսինքն ոչ թե մեր ընկերությունների համար վերլուծություն են կատարում, այլ օրինակ վարկային կազմակերպությունների համար, որոնք որ տրամադրել են վարկեր, իրենց համար մոնիտորինգային ծառայությունների մատուցում ենք։ Այսինքն սրանք առանձին ծառայություններ են, առանձին այդպիսի կազմակերպությունները կարող են դիմել, խնդրել այդպիսի վերլուծություններ։ Այո, այսինքն իրենց տրամադրված վարկերը ինչ որ X բիզնեսի արդյոք արժանավատ օգտագործվել է, գումարը նպատակային ծախսվել է թե չէ, եւ ընդհանրապես դիմյալ բիզնեսը ի վիճակի է գումարի հետ վերադարձման համար թե չէ։ Մենք փորձում ենք հերթով մեր ծրագրերը իրականացնել, չենք փորձում միանգամից բոլոր ծրագրերը իրականացնել, որովհետեւ եթե միանգամից իրականացնենք առանց ռեսուրսների բացակայության պարագայում, մեզ համար դա վտանգավոր կլինի։ Հերթով մենք մեր քայլերը իրականացնում ենք եւ այն ամբողջ ծրագրերը, որ մենք ուզում ենք ծառայությունների մատուցման
համալիր ծառայությունները մատուցենք, դա բիզնեսի համար շատ հեշտ է լինելու, այսինքն գրեթե բոլոր տեսակի ծառայությունները միայն ձեզ հետ կապվելով բոլոր ծառայությունները մենք մտահղացումը ձեզնից, մնացածը մեզնից, հա, ինչպես է։ Այո, չէ, նույնիսկ մտահղացման պարագայում ենք պարտաստ օգնենք, այսինքն մարդը ունի ներդրման ֆինանսները, գիտեք այսօր Հայաստանում շատեր ունեն ֆինանսական միջոցներ, շատեր ունեն ազատ ժամանակ, բայց չգիտեն որտեղ այդ գումարը ներդնեն։ Ուշադրություն, սիրելի հետևորդներ, սա շատ որտեղ այդ գումարները ներդնեն եւ ընտրում են պարզունակ տարբերակը, ավանդ կամ չգիտեմ եւ այլն, բայց կարելի է այդ գումարները ավելի բարձր տոկոսաբերությամբ, եկամտաբերությամբ հետ ստանալ։ Իսկ ավանդ ներդնելը կամ անշարժ գույք վերցնել եւ վարձավ տալը դա մեր խնդիրն է, որ բիզնեսը չի մարդը գումար ունի, չգիտի ոնց այդ գումարը օգտագործի։ Նաև գաղափարի սնուցման հարցում ենք պատրաստվում աջակցենք։ Բայց հաշվի առնելով, հա, մեծ այս անկայուն ամբողջ աշխարհի այս անկայունությունը, կանխատեսելիության պակասը նշանակություն չունի, քանի որ դուք նաև հենց աուդիտոր եք Սերգեյ, չէ՞, այսինքն ինչ որ առումով այդպես շատ հստակ համադրելով եւ այլն հիմա նորից հնարավոր է այս անկանխատեսելի վիճակում այդպիսի գաղափարներ կան, որոնք որ վստահ կարելի ասել, որ պետք կարելի է այստեղ ներդնել։ Իմ սուբյեկտիվ կարծիքով, տեսեք, բիզնեսի ներդրման համար, բիզնես ստեղծելու նոր ներդրումների համար, մանավանդ օտարերկրյա ներդրումների համար շատ կարևոր է անվտանգության գոտի։ Նորություն չեմ ասի, որ Հայաստանում լավ միջավայր չի նոր ներդրումների իրականացման համար, բայց ստեղծված իրավիճակում, նույնիսկ այս իրավիճակում հնարավոր է նոր գաղափարներ գտնել, ստեղծել, արարել, այսինքն մտածենք, որ ոչ մի բան չենք կարող իրականացնել ու սահմանափակվել դրա շուրջ, մենք նման գաղափարախոսությունով չենք առաջնորդվում։ Գիտեք, որոշումների կայացումը ես գտնում եմ, որ 90% մեզանից է կախված, 10% արտաքին ազդակներից է կախված։ Այդ 10% արտաքին ազդակները, որոնք որ օրինակ խանգարում են լավ միջավայրը չեն ստեղծել մեր նոր ներդրողների համար, պոտենցիալ ներդրողների համար, մենք ինքներս պետք է ստեղծենք, հնարավորինս ստեղծենք, նույնիսկ ստեղծված իրավիճակում նոր գաղափարներ առաջացնենք։ Իսկ ինչպես գաղափար տալ եւ կիսել գործարանների հետ, առաջին հերթին պետք է դիտարկել նախասիրությունները։ Մարդու նախասիրությունները, գիտեք, օրինակ իմ տարբերակով վերցնեմ, ես 2010 թվականից մինչև այսօր միշտ երկու շաբթի օրը սիրով եմ աշխատանքի գնացել, չի եղել որ աշխատանքի չուզենալով եմ գնացել, այսինքն նախասիրով ես աշխատանքը կատարում, դա կարևոր է, կարևոր հանգամանք է, որ արդեն հաջողության հասնելու կեսը դրա մեջ է։ Եթե դու չես սիրում աշխատանքը, չուզենալով ես գնում, նու անկումներ կարան լինեն, բայց եթե գլոբալ վերցնենք ու չսիրելով անեցի, քո նախասիրությունը դա չի, արդեն հաջողության մեջ կարող է խնդիրներ առաջանալ։ Նոր գաղափարներ առաջարկելու մեջ նաև նախասիրությունն են կարևոր։ Հոգեբանություն է նաև այս ոլորտը, հա, երևի հոգեբանական մասը շատ է, հա, երևի։ Ձեր խոսքի մեջ այնքան հաճախ եք դուք նշում այդպես հենց այդ հոգեբանական տրամադրելու, հա, մի քիչ ինքնամոտիվացվելու այս գիծը։ Այո, շատ կարևոր է ինքնամոտիվացիան, առանց ինքնամոտիվացիայի ցանկացած բիզնես, նո բիզնեսից բացի եթե վերցնենք մեր կյանքում շատ հաճախ լինում են դժվարություններ։ Ամեն օր դժվարություններն ու խնդիրները մեր հետ են լինելու միշտ, առանց դրա չի լինելու։ Այսինքն եթե մենք մտածենք, որ ինչ-որ մի օր մենք առանց խնդիրների ենք ապրելու, առանց դժվարությունների ենք ապրելու, կարծում եմ այդպես չի լինելու։ Պարզապես այդ խնդիրներին մոտեցման տեսանկյուն պետք է հասկանանք, որ կողմից ենք այս խնդիրների մոտենալու եւ ինչպես ենք այդ խնդիրները հաղթահարելու։ Դրա համար միշտ պետք է ինքնամոտիվացիա, պետք չի հույսը դնել ինչ-որ մեկի վրա, իսկ ինքնամոտիվացիայի համար պետք է նախ դու քո ներսից հայտնաբերես, թե որն է դա, ինչից ես դու մոտիվացվում, ինչն է քեզ մոտիվացվում ու այդ ուղղությամբ աշխատանքներ կատարես։ Եվ ամենակարևոր գործոնը հաջողությունների հասնելու համար բիզնեսում դա աշխատանք կատարելն է։ Շատերը մտածում են, որ բիզնես բացեցին այդ առանց աշխատելու, առանց ջանք գործադրելու իրենց բիզնեսը հաջողությունների հասնելու։ Այդպես չի լինելու, պետք է ավելի շատ աշխատեն իրենք, քան կաշխատեին ինչ-որ մի կազմակերպությունում սովորական աշխատող լինելով։ Ավելի շատ պետք է աշխատեն բիզնես ստեղծողները։ Նամանավանդ սկզբի շրջանում, ենթադրենք ես իմ օրինակը վերցնեմ, ես կարող եմ աշխատանքի ներկայանալ 9-ից ուշ, բայց դա իմ համար կլինի արդեն իմ սովորույթների խախտում, ես չեմ կարող դա անել։
Հրաշալի է։ Շատ հետաքրքիր նաև այդպիսի խորհրդատվություն, հա, ինչպես որովհետև մարդկանց շատ հաճախ թվում է, որ եթե իրենք բիզնես հիմնեցին, ինչ որ գումարներ դրեցին, իսկապես պիտի այսպես նստեն, շատ լավ օրինակը բերեցիք, հա, տուն անշարժ գույք գնել, վարձով տալ եւ դա մեր ոչ նոր գաղափարների ստեղծման արդյունք, այսինքն մենք չենք կարողանում լավ գաղափարներ վերցնել, գիտեք, մեր Հայաստանյան բիզնեսների մեծամասնությունը կրկնօրինակումներ են, այսինքն կրկնօրինակումներ դրսից գաղափարներից։ Ճիշտ է, հիմա ունենք արդեն լավ տարբերակներ, նոր սերունդը փորձում է ինչ-որ ստեղծել նոր գաղափարներ, բայց հիմնական մասը վերցրած բիզնես, կրկնօրինակված բիզնեսներ են։ Ստեղծել նորը եւ աշխարհին ցույց տալ քիչ է նման օրինակներ, հա։ Իսկ մարդիկ, ովքեր որ ռիսկ չեն անում, ունեն միջոցներ կուտակված, հեշտ տարբերակը ավան ներդնելն է։ Իսկ շուկան, մենք շուկա միայն Հայաստանի շուկայով չենք սահմանափակում, մենք զամար շուկա ունենք ԵԱՏՄ տարածք, ունենք կարող ենք թե ծառայությունների մատուցման տարբերակից օգտվել, թե արտահանումներ իրականացնել։ Այսինքն շատ է, այսինքն շատ լայն է։ Այո։ Շատ հետաքրքիր է, այս բոլոր հարցերի շուրջ կարելի է դիմել ձեզ, Սերգեյ։ Բնականաբար, նայեք, Հայաստանում նման ոլորտ, նման գործունեություն, գիտեք, միշտ մենք ընդհանրապես ինչն է նպաստում, որ մենք ծառայությունների տեսակները կամ բոլոր ոլորտներին տիրապետում ենք, մենք չենք վախենում խնդիրներից։ Մենք բոլոր խնդիրներին ծանոթանում ենք, համառորեն պայքարում ենք դրանց դիմաց եւ փորձում ենք հաղթահարել, այո, լուծում ենք տալիս։ Չենք վախենում խնդիրներից։ Դրանք նորմալ երևույթ է, մեր կյանքում պետք է միշտ լինեն ու պայքարենք դրա շուրջ, անցնենք հաջորդ խնդիրներին։ Հաջորդ խնդիրներին, այսինքն եթե կան խնդիրները, լուծման ճանապարհ առանց դրա չի, բայց լուծման ճանապարհներն են։ Այո, խնդիրները կարող լինեն, եթե նոր ընկերություն է, սկզբից մենակով աշխատում է, այսինքն ինքը կամ ինչ-որ մի քանի քիչ անձնակազմով, այնտեղ անձնակազմը ավելացրեց, խնդիրները լինեն անձնակազմի հետ, խնդիրները լինեն գործընկերների հետ, արդեն պատրաստ չի լինելու բիզնեսը, թե անձնակազմի հետ կապված ինչպես է ինքը աշխատելու, ոչ պրոֆեսիոնալ մոտեցում աշխատակազմին դրել է մեծ խնդիրների։ Շատ ծառայությունների տեսակներ կան, որ կարող ենք այսօր մենք բիզնեսին աջակցել։ Միայն հաշվապահական ծառայություններ, եթե ես սահմանափակվենք հաշվապահական ծառայությունների մեջ, դա շատ վաղուց է մեր գրասենյակը մատուցում։ Այնքան շատ են ծառայությունները, որ ուղղակի նույնիսկ այսպես դժվար է, հա մի փոքր մասը հարկային հաշվառում, հաշվապահական հաշվառում, կադրային հաշվառում, ֆինանսական հաշվառում, բիզնեսի իրավաբանական ծառայություն, մոնիտորինգային ծառայություն, գնումների աջակցման կազմակերպում, ինչն էլ է շատ կարևոր, ներքին աուդիտ, խնդիրները շատ մեծ են եւ այն ինչի մասին, որ լրացուցիչ խոսեց Սերգեյը, գաղափարների, հա, նաև միասին գաղափարները մշակել, եթե ունեք ցանկանում եք որոշակի ներդրում անել, նաև հետաքրքիր գաղափարներ, որ նաև կանխատեսելիությունը արդեն Safe Invest-ի շնորհիվ կարելի է որոշակի կանխատեսելի դարձնել նաև հաջորդ քայլերը, մի խոսքով ես կարծում եմ, որ իրականում ապահով է, հա, ներդրումներն ապահով են, Safe Invest-ի, սա կարգախոսն է ձեր հրաշալի ճշգրիտ, ոչ միայն լավ կարգախոս է, այլև ճշգրիտ, նույնիսկ ես կասեի մի քիչ ավելի համեստ, որովհետև գաղափարները, որ տալիս եք, սա արդեն մարդուն ավելի, դուք միշտ ասում եք ինքնամոտիվացիա, բայց սա նաև դուք օգնում եք, որպեսզի իր մեջ այդ ինքնամոտիվացիան ոգևորում եք, շատ շնորհակալ եմ, իսկապես շատ հաճելի էր, շատ հետաքրքիր էր, եւ մենք միշտ ասում ենք մարդու համար անհնարին ոչինչ չկա, բայց մեր այս զրույցների ժամանակ մենք փորձում ենք նաև այնպիսի հյուրեր հրավիրենք, ում շնորհիվ որ այդ բառերը, ինչպես ասում են, միսո արյուն կստանան եւ ես շատ շնորհակալ եմ Սերգեյ, իսկապես շատ հետաքրքիր էր եւ կարծում եմ, որ Safe Invest, հա, հաշվապահական այդպես է կոչվում հաշվապահական խորհրդատվական կենտրոնը, հենց այն կենտրոնն է, որին դիմելով դուք կարող եք իրականում ձեր գաղափարները իրականացնել, դուք կարող եք ձեր եկամուտները նաև հասկանալ ինչ հետաքրքիր գաղափարների մեջ կարելի է, այսինքն գաղափարներ կարելի է իրականացնել, մի խոսքով կկարողանաք անհնարինը դարձնել հնարավոր։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք, մենք չհասցրեցինք խոսել նաև դասախոսական գործունեության մասին, մյուս ուղղությունների, բայց կարծում եմ, որ իրականում սա հրաշալի հնարավորություն է, մարդկանց լավ ասացիք, ոգևորել, որպեսզի ինքնամոտիվացվեն։ Այո, ես եմ հոգաչափ շնորհակալ ձեզանից հրավերքի համար։ Շնորհակալ եմ։
Սիրելի հետևորդներ, իսկապես մենք շատ հաճախ օբյեկտիվ պատճառներով ունենում ենք խնդիրներ, մենք ունենում ենք ծրագրեր, որոնք չեն կարողանում իրականացնել օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, բայց շատ կարևոր է, ինչու եմ անընդհատ նշում, տեղեկացված ու մոտիվացված լինելը, որովհետև եթե մենք ուղղակի ասենք, ես ուզում եմ այնպես անել, որպեսզի երկրագունդը իր առանցքի շուրջ հակառակ պտտվի, սա իհարկե հնարավոր չի լինի իրագործել, բայց եթե մենք գտնենք մասնագետների, որոնք կկարողանան ինչ-որ ձևով ապացուցել եւ յուրաքանչյուրը իր կողմից կկարողանա իր բաժին պատասխանատվությունը վերցնել եւ ասել, որ այո, հնարավոր է այնպես անել, որ երկրագունդը իր առանցքի շուրջ հակառակ պտտվի, այս դեպքում կարելի է սրա մասին մտածել։ Գիտեք, տպավորություն է, որ աշխարհում ամեն ինչ մեր փոխարեն ինչ որ մարդիկ, ինչ որ իրավիճակներ որոշում են։ Իրականում բոլորովին էլ այդպես չէ։ Իրականում ինչպես Safe Invest հաշվապահական խորհրդատվական կենտրոնի շատ ճշգրիտ ու շատ համեստ, բայց շատ ճշգրիտ կարգախոսն է, իրականում այս կենտրոնի հետ ներդրումներն ապահով են։ Ուրեմն, եթե ուզում եք մեծ գաղափարներ իրականացնել, պիտի կարողանաք այնպես անել, որպեսզի ձեր ներդրումները լինեն ապահով եւ ձեր գաղափարները իրականում պրոֆեսիոնալների կողմից հնարավորություն ստեղծվեն իրականություն դառնալու։ Այսպես է ստացվում կարգախոսը եւ այսպես են գալիս այն համոզման, որ աշխարհում անհնարին ոչինչ չկա։